Ընտրատարածքային հանձնաժողովը գլխավոր դատախազություն է դիմել, խնդրելով ուսումնասիրել Գյումրիի քաղաքապետի թեկնածու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին հայտարարությունները, իսկ Կոմկուսի թեկնածուն իշխող քաղաքացիական պայմանագրին էր մեղադրել, թե վարչական ռեսուրս են չարաշահում, անգամ պնդել էր, թե պետական ողջ համակարգն աշխատում է իր դեմ, բանակից մինչև ազգային անվտանգության ծառայություն, մարդկանց կանչում, զգուշացնում ու վախեցնում են։ Ուրեմն կանչում են ազգային անվտանգությունը եւ մնացած կառույցները, ասնավնում ազգային անվտանգությունը կանչում են մարդկանց, քաղաքում զգաստացնում են մարդկանց, ասում են պատասխան կտակ, եթե ԿՊ-ին չընտրեցիք, մնացած կառույցները, թակ-թակ կա, տեղերը կա, մարդիկ կան։ Ստացել են ընտրատարածքայինի դիմումն ու արդյոք արդեն ուսումնասիրում են այն։ Գլխավոր դատախազությունից Ազատությանը հրաժարվեցին մանրամասներ փոխանցել, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, իսկ իշխող ուժի նախընտրական շտաբի ղեկավար Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ԱԱԾ-ի վերաբերյալ անհիմն է համարում։ Ուժային կառույցներին բացի օրենքով սահմանված կարգով ապահովել ընտրությունների թափանցիկությունը, որովհետեւ այլ հրահանգ չկա, անուն ոստիկանություն, ԱԱԾ, այն կառույցները, որոնք պետք է իրենց լիազորությունները իրականացնեն եւ ապահովեն մաքուր թափանցիկ ընտրություններ։ Բայց Վարդան Ղուկասյանը իշխող ուժին միայն սրա մեջ չէ, որ մեղադրում է։ Ուրեմն ասել են, մտնում եք ընդրական տեղաբաց, մտնում եք այդ ընդրախցիկի մեջ 9 հոգի ենք, ուրեմն անպայման Վարդան Ղուկասյանի քվեաթեժնիկը դուրս եք բերում, մեզ եք տալիս, որ մենք տեսնենք, որ դուք իրան չեք ընտրել։ Ղուկասյանը միևնույն ժամանակ զգուշացնում է, որ ընտրություններից հետո պետական կառույցի այդ աշխատողները պատասխան են տալու, անձամբ իրեն։ Մեկ է, ես անպայման գալիս եմ, բա դրանից հետո ինձ ինչ պիտի պատասխան տալ։ ԿՊ-ի շտաբի ղեկավարը հակադարձում է, թե իրենք էլ մտահոգություն ունեն ու բացատրում է, թե ինչու։ 9 տեխնազուներ կան ու 8-ը մեկի դեմ պայքար է գնում եւ եթե մենք էինք հրահանգում մեր թիմագիստներին, ուրեմն 8-ին էլ դուրս պիտի բերեին, ոչ թե միայն Վարդան Ղուկասյանին, բայց այն 8 ուժերի 8 ուժերը քանի որ պայքարում են մի տեխնազուի դեմ, այդ 8 ուժերի ԿՊ-ի քվեաթեժնիկը դուրս բերելը ավելի արտարացված կլիներ, քան մեր թիմագիստների կողմից Վարդան Ղուկասյանին դուրս բերելու։ Ինչ վերաբերում է համայնքային ու պետական համակարգի աշխատակիցներին վախեցնելուն ու ստիպելուն, որ քվեարկեն իշխող ԿՊ-ի տեխնազուի օգտին, Արուշանյանն ասում է, վախեցնելու ժամանակներն անցել են։ 2025 թվականին հնարավոր չէ մարդու վրա ազդեցություն ունենալ իրեն ընտրությունը կատարելու մեջ։